Անվտանգությունը որպես անդամակցության նոր հենասյուն, այս անվանմամբ թեմատիկ քննարկմանը զրուցել է արտաքին գործերի նախարարը Դելֆոսի տնտեսական ֆորումի շրջանակներում։ Քննարկմանը ներկա էին Եվրամիությանը միանալու ցանկություն ունեցող այլ թեկնածու երկրների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Եվրամիության գործող և նախկին բարձրաստիճան պաշտոնյաները։ Աշխատանքային հանդիպման մեկնարկից առաջ հաղորդակցություն է կայացել Վրաստանի գլխավոր դիվանագետի և Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի միջև։ Այս տարի Դելֆոսի տնտեսական ֆորումը Մերձավոր Արևելքում ստեղծված բարդ իրավիճակի ֆոնին կենտրոնացած է սպասվող էներգետիկ ճգնաժամի հաղթահարման ուղիների վրա։ Առանձին թեմատիկ քննարկման պանել կկայանա նաև այս ճգնաժամի պայմաններում միջին միջանցքի և դրա նշանակության վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կզրուցի եվրոպական էներգետիկ անվտանգության համատեքստում Վրաստանի դերի և միջին միջանցքի ներուժի մասին։ Այցի շրջանակներում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։ Այսօր դատարանը կքննարկի լրտեսության մեջ մեղադրվող 3 անձանց նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին։ Պետական անվտանգության ծառայության հակահետախուզության վարչության իրականացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները Վրաստանի շահերին հակառակ օտարերկրյա հետախուզական ծառայության հանձնարարությամբ հավաքել և փոխանցել են տարբեր տեսակի տեղեկություններ, այդ թվում տվյալներ Վրաստանի իրավապահ մարմինների և ռազմավարական օբյեկտների վերաբերյալ։ Գործով հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Դատախազության կողմից ներկայացված ապացույցների հիման վրա դատարանը մեղավոր է ճանաչել պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրջուլաձեին, նրա նախկին տեղակալ Գեորգի Խայնդրավային և Բուրջուլաձեի ազգական Վասիլ Մխեյձեին։ Դատարանը Ջուանշեր Բուրջուլաձեին դատապարտել է 10 տարվա ազատազրկման և 2 տարով արգելել պաշտոն զբաղեցնել, իսկ Գեորգի Խայնդրավան և Վասիլ Մխեյձեն դատապարտվել են 8 տարվա ազատազրկման։ Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարության գնումների վարչության նախկին ղեկավար Վլադիմիր Ղուդուշաուրին, նրա հետ կնքվել է հաշտության համաձայնագիր 4 տարվա պայմանական պատժի և 10,000 լարի տուգանքի պայմանով, ինչպես նաև 1 տարով սահմանափակվել է պետական ծառայությունում աշխատելու իրավունքը։ Ընդդիմադիր դաշինքը և Միխեիլ Սաակաշվիլին կրկին հակադրվում են միմյանց։ Նախկին նախագահը չի հավանում դաշինքի գործողությունների ծրագիրը, սակայն չի պատրաստվում դուրս գալ դաշինքից, քանի որ նրա հայտարարությամբ դա այժմ 10-րդ կարգի և լիովին անտեղի հարց է։ Միխեիլ Սաակաշվիլու հայտարարությամբ սխալ է քաղաքականությունը ամբողջությամբ փողոցային պայքարով փոխարինելը։ Նրա պարզաբանմամբ ընդդիմությունը պետք է դադարեցնի նախապես գծված ուղղությամբ նույն շրջանակում պտտվելը։ Սաակաշվիլու քննադատությունը ընդդիմադիր դաշինքը գնահատել է որպես անձնական հարձակում։ Իշխող թիմում հակամարտությունը զարմանալի չեն համարում, որտեղ ասում են, որ ի սկզբանե պարզ էր, որ դաշինքը երկար չի կարող պահպանել միասնությունը։ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ Իրանի հետ համաձայնագիրը լինի ոչ թե ժամանակավոր, այլ մշտական։ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է ոչ թե Թեհրանի, այլ իր անձնական որոշմամբ, քանի որ նա ցանկանում է կնքել լավագույն համաձայնագիրը։ Նրա խոսքով Իրանի դեմ պատերազմը տևում է ընդամենը մի քանի շաբաթ, մինչդեռ Կորեայի և Իրաքի պատերազմները շարունակվել են տարիներ։ Միևնույն ժամանակ Թրամփի խոսքով ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի ռազմական հնարավորությունները և չեզոքացրել Իրանի առաջնորդներին։ Նրա խոսքով Իրանում այժմ ներքին հակամարտություն է կապված այն հարցի հետ, թե ով պետք է ղեկավարի երկիրը։ Բնապահպանական վերահսկողության վարչության արևմտյան տարածաշրջանային բաժնի աշխատակիցները Սամտրեդիայի մունիցիպալիտետի Թխիլագանի գյուղում քաղաքացու բնակելի տան բակում հայտնաբերել են շրջանաձև տիպի ապօրինի սղոցարան։ Տարածքից նաև առգրավվել է լաստենու տեսակի 2 գերան և կես խորանարդ մետր ծավալով տախտակ։ Փաստը պարունակում է քրեական հանցագործության նշաններ և նյութերը հետագա արձագանքման նպատակով ուղարկվել են համապատասխան գերատեսչություն։